Համաձայն եք Ռուբեն Վարդանյանի այն մտքի հետ, որ Բաքվում ոչ թե 15 հայ են դատում, այլ բոլոր հայեր։ Շատ բաց։ 15-ից պետք է մնացածին բերեն, իսկ ղեկավարության թողանդ է։ Բերելու ձերն էլ կարամ ասել։ Մնացածի բերելու ձերն էլ կարամ ասել։ Ինչպես բերել։ Թե որստեն են Ղարաբաղի հերոսներին։ Երկու հոգու տանը մնացած ջահելերը խելքին փոխեն բերեն։ Մնացածին պահել են ընդ, որ հետո տնեն Ստեփանագերտն նորից պաշտոնների։ Ընդանք Հայաստանից չեն էլ ուզում գան նրա։ Իհարկե, անպայման։ Կներեք, եկեք չպատասխանեմ, էլի չպատասխանեմ։ Մեղք են, պետք է ոնց անենցնի, որ գոնե ազատեն այդ երեխեքին։ Մենակ դա եմ ցանկանում, աստու վրա են գցի դա։ Բոլոր, իհարկե բոլոր։ Եթե չդատեին, դրանք երևի ազատված կլինեին, ինձ տենց հատվում։ Կակա գերալու բեմ։ Ոչ մեկին է չեմ ուզում թող вообще Մենակ երի։ մենակ մեր ջահելներին տան։ Շատ ճիշտ ասել Ռուբեն Վարդանյանը։ Պետք է կառավարությունը միջոցներ ձեռնարկի, եթե իհարկե կառավարություն կա։ Ճիշտն ասած, ես այդքան էլ իրազեկված չեմ, կոնկրետ ձեր ասած թեմայի շուրջ, համենայն դեպս չգիտեմ, դա այն հարցն է, որ մինչև հստակ չիմանաս չես կարող պատասխանել, դա շատ լուրջ հարց է։ Առավել ևս մեր նման հասարակ մարդկանց այդ հարցը տալու համար էլի, հասկանում եք, իսկ անպատասխանատու հայտարարություններ անել երբեք չի կարելի։ Միանշանակ։ Ես անձամբ իրեն ճանաչում եմ, դա իր ձայնն է եւ անկեղծ ասած հուզվել եմ։ Բայց ինչ հույսեր ունեք, ինչ հանգուցալուծում կլինի։ Չգիտեմ։ Միշտ հավատացել եմ իրեն, անգամ շրջափակման օրերին միշտ եւ Արցախի բնակչության մեծ մասը այդ հույսով էր, նաեւ մեծ հույսեր էր նշնչում։ Չգիտեմ, հույս ունեմ, որ նա կգա մեզ հետ կլինի եւ անկեղծ ասած նաեւ ամոթ այս իրավիճակի